Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ մի շատ կարևոր թեմայով կիսվել, հատկապես խոսքս ուզում եմ վերաբերվել ուղղել այն մասնագետներին, ովքեր որ իրենց մասնագետ են համարում, չգիտեմ, նայող, գուշակ, էքստրասենս, պայծառատես կամ նման բաներ, որոնք որ այս օրերի ընթացքում կապված Տիգրանի դեպքի հետ կապված, որովհետև ինձ շատ էին գրում, շատ էին ասում, ինչու դուք ձեր խոսքը չեք ասում, չի կարելի ամեն ինչը շատ հանրայնացնել, ինչը որ կապված է մարդու կյանքի հետ, որովհետև մարդիկ չեն զգում այդ պատասխանատվությունը, ոնց կարող են ազդել հարազատների հոգեվիճակի վրա, ասեմ, որ դեպքի երրորդ օրը ինձ կոնկրետ իմ մոտ եկել են Տիգրանի քեռին, բերելով նկար, ես կոնկրետ ասել եմ հիմնականում աշխատում եմ չզբաղվել հանդերձյալ աշխարհի հետ կապ ունեցող երևույթների հետ, բայց շատ խնդրելուց հետո ես փորձել եմ զուտ գիտական հիմքով, այսինքն կան հատուկ գերզգայուն գործիքներ, որի միջոցով ֆոտոնկարից կարելի է որոշակի ինֆորմացիա քաղել մինչև 80-ից 90% ճշմարտությամբ։ Այդ այս գործիքներն են, որ եթե ճիշտ ենք օգտագործում, ինքը տալիս է որոշակի հարցերի, կոնկրետ հարցերի պատասխան, մեկը այս է, որ շատ ծանոթ, և ես ստուգելով կոնկրետ հարցադրումներով իրենց ասեցի, որ ամենամեծ հավանականությունը դա խեղդվելն է, որտեղ կոնկրետ հարցերիս այդպես պատասխանեց, երկու գործիքներն էլ ու չբարձրաձայնեցի, դե բնականաբար դա չի կարելի շատ հանրայնացնել, իսկ շատ մասնագետներ համարող իրենց PR-չիներ, իրենց, չգիտեմ, մարդկանց էմոցիաների վրա ազդող, սկսեցին տարբեր հեքիաթներ, էլ կրիմինալ, էլ գողանալ, էլ գնանք գտնենք, էլ խառնեցին ռուս իբր հայտնի մասնագետների, այսինքն եթե մեկը ինչ-որ մի բան է ասում, կոնկրետ պետք է հասկանալ ինչ հիմքով է ասում, հիմա այդ մասնագետները, այսպես ասած, ցուտի, ինչ դեմքով են հանրությանը ներկայանում, որ այսքան ժամանակ հանրությանը, հատկապես հարազատներին, պահել են այդ լարվածության մեջ և ազդել են, անտեղի հույս են տվել, եթե իրանք աշխատում էին, թող լուռ աշխատեին, ոչ ոք չիմանար, թող ռեզուլտատ լիներ, այսպես ասած, որ նոր էլի հույս էր։ Ես ամեն օր ուտում էի, ասում էի իմ զգացած, իմ ստացած ինֆորմացիան թող սուտ լինի, մենակ Տիգրանը ողջ լինի, որովհետև ցավոք չգիտեմ, իրականություն մի քիչ այլ է, ինչքան է մենք լավատես լինենք, ամեն դեպքում ամեն գործիք իր գործն է անում, մենք պետք է ամեն դեպքում փորձենք գիտական հիմքով կամ ինչ-որ բանով, ոչ թե ինչ-որ մեկի երազով, մեկի ենթադրությունով, սենց անպատասխանատու հայտարարություններ անել, կոչ բոլոր իրենց համարող մասնագետ ասեմ, չգիտեմ, նման մարդկանց, որ ինչը վերաբերվում է մարդու կյանքի հետ, մարդու լինել չլնելու, կամ հիվանդությունների կամ որոշակի խնդիրների դուք իրավունք չունեք առանց հստակ ինֆորմացիայի ինչ-որ բաներ անպատասխանատու հայտարարություններ անեք ու ամբողջ մարդկանց խառնեք իրար։ Այսինքն մի հատ անելուց առաջ մի հատ մտածեք ինչ եք անում։ Հիմա չգիտեմ, այդ շատ տհաճ չէ, որ դուք, չգիտեմ, ես անուններ չեմ ուզում տամ, բայց շատերը արդեն հասկացան, թե ինչ մարդիկ էին խառնվել, տարբեր մասնագետներ, դրսերից, բաներից, հիմա ամեն ինչ PR-ով չի, պետք է հիմք ունենալ, եթե դուք հիմք չունեք, իրավունք չունեք բարձրաձայնելու։ Խոսքս ավելի շատ վերաբերում է ձեզ, ես իմ անկեղծ խորին ցավակցություն եմ հայտնում Տիգրանի հարազատներին, ցավալի է ու մենք այդտեղ մեղավորներ պետք չի փնտրել, այդ անզգուշություն է, բոլորի մոտ էլ կարա լինի, ոչ ոք էլ ապահովագրված չի, համբերություն եմ ցանկանում, այդ նենց վիշտ է, որ այդ չգիտեմ, չի մոռացվում, չի վերացվում, էլի, ինքը սպի է մնում ու ամբողջ կյանքում, պետք չի մեղադրել ոչ մեկի, այդտեղ երբ որ դժբախտ պատահար է լինում, այդտեղ մեղավորներ փնտրել պետք չի, ու առավել ևս վերջի շրջանում մեր իրականության մեջ
երիտասարդ մայրը շատացել են, այսինքն մենք պետք է մի քիչ ավելի ապահովագրենք մեր ապագան, փորձելով մաքսիմալ ամեն ինչ անել, անվտանգության կանոններ, չգիտեմ, որ դժբախտ պատահարները քիչ լինեն, թե գետերում, թե վտարների տեսքով, որը շատացել է, էլի ցավոք շատացել է, գիտեմ, մարդկանց հոգեվիճակի հետ է կապված, այս իրականության հետ է կապված, ուղղակի խնդրում եմ ձեզ ոնց որ համբերություն, փորձենք ինչ էլ անում ենք, փորձենք գիտակից անել, խելացի անել, մեկս մյուսից չվնասել։ Շնորհակալություն։